Հայաստանի Հանրապետական կուսակցության ականավոր, կարկառուն, վսեմաշուկ, պայծառափայլ, ինչ կար այ մարդ, վեհագույն ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը ասել է, որ մեր ձևովի հետ հավանական դաշնակից ենք, բայց Հանրապետական կուսակցությունը դեռ որոշում չունի ընտրություններին մասնակցելու մասին։ Այդ կասկածները, որ Հանրապետականը կարող է չմասնակցի ընտրություններին, վաղուց ունեինք, ես էլ ունեմ այդ կասկածները, ըստեղ միայն հարցը ռեսուրսները չէ, էլի, ըստ երևույթին բոլորը վարկանիշ են ուսումնասիրում, եւ դաշինք կազմելու հետ կապված ունենում են մտահոգություն, որ այդ դաշինքի ցուցակը, որը կազմվելու է, դա շատ հաճախ հենվում է այդ քաղաքական ուժերի վարկանշային կշիռների վրա։ Եթե ենթադրենք մի քաղաքական ուժ ունի 5 անգամ ավելի շատ վարկանիշ, քան թե մյուսը, այդ ցուցակը համահավասար մի հոգին դեղից, մի հոգին դեղից, մի հոգին դեղից, մի կազմելը հասկանալի է, որ արդար չէ, տրամաբանված չէ, էլի, բայց դեղել պետք է համարձակություն ունենալ, խոստովանել, որ այո, մենք այդքան քաշ չունենք, եթե մենք ունենք 5 անգամ ցեզնից պակաս վարկանիշ, X կուսակցությունը Y կուսակցության հետ, ասենք թե, տրամաբանված կլինի, որ ձեր 5 հոգու հետ մենք մի հոգի տնենք, ասենք 4-ը լինեն ցեզնից, մի հոգի մեզնից, 4-ը ցեզնից, մի հոգի մեզնից եւ այլն, գումարած մեր այս ընտրական օրենսգրքով մեկ քաղաքական ուժ առաջադրվելու դեպքում անցումնային շեմը լինելու է 4%, երկուսի դեպքում, դաշինքի դեպքում լինելու է 8%, 3 եւ ավելիի դեպքում 10%, եւ որոշ քաղաքական ուժեր կարող են մտածել, թե արժե արդյոք դաշինքվել, կարող է առանձին մարդա 4.5% տանեն, միավորվեն իրար հետ 7% տանեն, այս էլ է հնարավոր, էլի, հասկանալի է, չէ՞, այսինքն սա բանակցությունների կոնսուլտացիաների առարկա է, օրինակի համար հայեղափոխական դաշնակցությունը, որը լրջորեն հարակցված է, աֆիլացված է, ասում են, գրաբարով Ռոբերտ Քոչարյանին եւ իր փողերին եւ իր ազդեցությանը դժվարանում են պատկերացնել, որ հանկարծ միայնակ կմասնակցի ընտրություններին։ Դաշնակցությունը ասել է, որ մենք ունենալու ենք դաշինք, թե ում հետ հլա պարզ չէ, իրենք են ասել, էլի, բանակցում ենք, ես ենք անում, էլի, իրենց դեպքում այդտեղ դաշինքի մասին խոսք էլ չկա, էլի, ճիշտն ասած, բայց կարող է լինի դաշինք, կարող է լինի հայեղափոխական դաշնակցության, որի մեջ լինեն Քոչարյան Ռոբերտը, Լևոն Քոչարյանը, ուրիշ Քոչարյաններ եւ այլն, այդպես էլ կարող է լինել։ Ինչ որ է, սա պարոն Արմեն Աշոտյանի գերաշնորհ վերապատվելի պայծառափայլ լուսապայծառ, ուրեմն էլեկտրիկ Երևանի անմոռաց հերոս Աշոտյանի հայտարարության մասին։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։